Ամեն անգամ Երևանում անձրևներից հետո ջրհեղեղ է լինում, ըստ ձեզ ինչու որևէ մեկը չի պատժվում դրա համար։ Ով պետք է պատժի, իրանք իրանց պետք է պատժեն։ Անգործությունը։ Այդքան բան, իրանք են եղել։ Միջև էլ անձրևներ եղել, ավելի ուժեղ անձրևներ եղել, բայց դից խայտարակ Վենեցիայի օրի չէինք ընկել։ Երևում է այդ բաները փակել են։ Ոչ մասնագետներ են կառավարում երկիրը եւ քաղաքապետարանը, այդքան բան։ Իսկ ով պետք է պատժվի որ։ Քաղաքապետարանից։ Ովքեր որ պատասխան։ Քաղաքապետարանի կարան պատժը չեն կարող։ Ազիզ ջան, քաղաքապետարանը զբաղված է ուրիշ հարցերով։ Անձնական հարցերով, պետական հարցերը ինչ գործ ունի։ Этих надо обращаться к людям, которые этим занимаются. Что мы можем делать? Ничего. Вообще, ինչ հարցեր լուծում այստեղ, որ տալուց է։ Այսօր մենք իշխանությունը պետք է անի, բայց չեն անում։ Չեմ կարող ասել, որովհետև ոչ մեկին չեմ հավատում ես հիմա։ Գնացեք քաղաքապետից հարցրեք, քաղաքացուց հարցնեք, ինչ Քաղաքապետը քաղաքացիներին ասել էր ասեք կանենք։ Հիմա այս ասում եք արեք, մենք էլ ասում ենք արեք։ Ես գիտեմ օրենքով այո, պետք է ամեն մարդ իր գործով զբաղվի, բայց այդպես բաներ չեն անում։ Ոչ մեկ ոչինչ չանում, մենակ իր աշխատանքի սենյակում նստած կոֆե է խմում։ Ասում էր ասեք, անենք։ Դե արա։ Ձեր քաղաքապետին հարցրեք։ Ես քաղաքապետ։ Իսկ ուրիշ բաներ համար պատժվում են, ուրիշ այդ անհարմոնություններ, Արշի թե ինչի համար, իրաց սա չի հետաքրքրում, շատ ցավալի թեմաներ եք ասում, բայց բոլորիս հայտնի է, ոնց որ ասում են շան գլուխը որտեղ է թաքնված։